Երկու տարի է ես ավականիում եմ, չի եղել մի նախագիծ, որով մենք քվեարկենք, համաձայնենք, թե համաձայնենք այս կամ այն քաղաքաշինական փոփոխություններին Երևանում, քաղաքաշինական։ Մենք հող ենք տալիս, հող ենք առնում, սրանից առնում նրան ենք տալիս, տարբեր որոշումներ քվեարկում ենք, բայց նման հարց երբևիցե չի եղել և կարծում եմ դա այդ հարցերը Երևանի քաղաքապետարանում ընդհանրապես չեն որոշվում, դրանք վերևներում են որոշվում, կառավարության որոշում է լինում, բայց ինչպես ես համոզվում եմ, նույնիսկ կառավարության որոշումով չի, կան մարդիկ մեր երկրում, որոնք օրենքից դուրս են, այդ Զվարթնոց օդանավակայանի հետ կապած գիտենք, Էրնեկյանն է, և մարդը իր հարցերը առաջ է տանում, ոնց ուզում է, եթե Էրնեկյանը մի բան ուզեց Հայաստանում, նրան չէ ասող չկա, մենակ Էրնեկյանը չի, այդպիսի շատ մի քանիսն են, ես կարծում եմ Արամի առաջի օրվա գիշերվա այդպես գաղտագողի քանդված տարածքը դրանց այդ մարդկանց թվում է դրա տերը։ Սա անզորության մասին խոսող մի հայտարարություն է, որով ասում է, որ այդ տարածքը 2007 թվականի կառավարության որոշմամբ գերակաշահ է ճանաչվել, այնտեղ Արամի 30 շենքի տեղում շինություն չի նախատեսում կառուցել, տեսեք ոնց են գրել 30-ի տեղում, այո, այդտեղ մայթի վրա, այս համարյա հնարավոր չի շինություն կառուցել, հետագայում եթե այնտեղ շինություն լինի խորքում, որի հիմքերը արդեն փորում են և խորացրել են, լավ, ակնհայտ է, որ այնտեղ շենք պիտի լինի, հետո կասեն, մենք ասել ենք Արամի 30-ի շենքի տեղում չի լինելու, մենք հո չենք ասել ներսում չի լինելու, այսինքն այնտեղ իսկապես կարող են մայթը լայնացնել, բայց այն, որ ներսում պիտի շինություն լինի, դա անզեն աչքով երևում է։ Ինչ ասեմ, մեր հնամյա մոտենում ենք 2800-ամյա Երևանին տոնակատարությանը, ուզում ենք աշխարհին ասել, որ գիտեք, մենք հին ենք, մենք այսպիսին ենք, այնպիսին ենք, բայց ոչ մի քաղաքակրթության նշան չենք ուզում թողնել Երևանում և բարբարոսաբար ավիրում ենք։ Ես ուզում եմ հերթով նշել, Աֆրիկյանների շենքը քանդվեց, ինչ է տեղը, 2 տարի է շրջափակված ու ոչ մի բան չի արում։ Սևան հյուրանոցը քանդվեց, ընդհանրապես վերացավ։ Այդ կուկուռուզնիկը էլ չեմ ասում, ոչ թե արժեք էր, բայց շենք էր համենայն դեպս, ծախս էր արվել, քանդվեցին այդ շենքերը ու փոխարենը ոչ մի բան։ Ինչ եք առաջարկում, ասեք թող քանդելուց առաջ մտածեն, որ քանդում ենք, ինչ ենք տեղը դնելու, Ամիրյանի վրայի Իսահակյանի անվան գրադարանի շենքը, ժողովուրդ ջան, ինչ արեցին, իբրև թե տեղափոխեցին, այն բարեկարգ Երևանի պաստառները, մոմլաթը պատրտվել, կեղտոտվել, ցեխոտվել, ինչ զիբիլանոց է դարել տեղը, քաղաքի կենտրոն, Ամիրյան փողոց, ինչի արեցին, ում էր պետք, էլի այն մի քանի մարդկանց, ում համար ոչ իշխանություն կա, ոչ օրենք կա, ոչ կառավարություն կա։ Ես ասեմ, որ չեմ կարծում, որ որևիցե տեղ հատկացնելուց, ուրեմն նպատակ չկա, ինչի համար է հատկացվում եւ նախագիծ չկա, որտեղ ցանկացած պարագայում կան համապատասխան նախագծեր, այդ նախագծերի արկայության դեպքում նոր թույլ է տրվում նպատակը վերջնական հաշվի առնում, նոր թույլ է տրվում շենքը քանդել կամ տարածք իրացնել կամ սեփականաշնորհել։ Ուրիշ բան, որ ասենք մեկի շինարարությունը ուշ է սկսվում, մյուսը շուտ է սկսվում, նույն ասենք խոսում ենք Սևան հյուրանոցի մասին, որը
արդեն երևի թե երկրորդ տասնամյակն է լրանում, որ քանդվել է, բայց դրա հետ կապված էր կար նախագիծ, ես գիտեմ, որ նախորդ տարի դրանից առաջ բանակցություններ են վարվել սեփականատիրոջ հետ եւ նաեւ գիտեմ, որ քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում, անցած տարի, եթե ոչ ավականով, ապա ես լսել եմ, որ քաղաքապետարանը նաեւ բոլոր այն սեփականատերերը, որոնք ունեն նման տարածքներ եւ ցկցկում են շինարարությունը, շատ ինտենսիվ հետները աշխատում է, որպեսզի վերջնական լուծում տա, դա նաեւ Թվին հյուրանոցի հետ էր կապված, գիտեք, որի շինարարությունը արդեն սկսվել, այսինքն նման կառույց, նման օբյեկտ չկա, որ ասենք տրվել է իրացման կամ սեփականաշնորհվել է առանց նախագծի, առանց համապատասխան ծրագրի։ Եթե ամեն ինչ այդքան նորմալ է, ամեն ինչ կա, նախագիծը ներկայացված է, գիշերը քանդելու հանգամանքների չեն գախնի գողի գնում քանդում եւ օրենքի խախտում է։ Այստեղ Սեփականատերը, ինչպես ասեցի, ասում եմ ես իմ գործը կանեմ, դուք ինչքան ուզում եք ներողություն գոռացեք, ճվացեք, բանի տեղ չեմ դնելու։ Այս ենթատեքստն է դրված, գիշերով եկել է քանդել է, առանց այստեղ Երևանի ավականու որոշումը պարզապես զանց է արվել, որը պահանջում է ցանկացած շինարարական հրապարակ արգելապատնեշ անել, համապատասխան մոբլատ կառույցի կառուցապատողի անունը, ինչ է նախագծում, այդ ամեն ինչը պիտի դրվեր, ոչինչ չկա, 3 անձամբ եմ եղել այնտեղ եւ նոր տնկում են այդ սյուները։ Դադավարությունը ընտանում է, գիտեք, նորից կարծեմ մինչև ամսի 28-ը հետաձգվեց դադական նիստը, ուրեմն ակնկալել է հետեւյալն է, բոլորն էլ շատ լավ գիտեն, ոչ թե ակնկալում են, կարծում են, որ դա է լինելու, բարձրագույն պատիժը ստանալու է, ուրեմն այդ ստահագը, ես ուրիշ բան չեմ ուզում ասել դրան, ուրեմն եւ այդ բարձրագույն պատիժը ցմա ուրեմն ազատազրկումն է եւ Ռուսաստանով արդեն իրենք 10 տարի տվել են, գիտեք, Ռուսաստանի դատարանը իրենց որոշումը կայացրել է, մերն էլ կարծում եմ կլինի ցմա, այսինքն այստեղ որևիցե նոր բան ակնկալել կամ այլ բան ակնկալել, ես չեմ էլ կարծում։ Այսինքն չի բացահայտվելու։ Ինչու արեց այդ մարդը, դա մեզ չէ, դիգին Պաշխան, կներեք, պես մի կասեք, բացահայտվելու հետ կապված, եթե դուք ուշադիր հետևել եք դադավարությանը, ապա փաստաբանները բոլորը միապերան ասում են, որ բացահայտվել հետևյալն է, որ այդ մարդը սատանիստ է եւ համապատասխան փաստաթղթեր ունեն, իրենք այդ դրա ընկերների հետ են հանդիպել, այնագրություններ ունեն, նույնիսկ իրեն համապատասխան գրառումներ ունեն, այսինքն եթե մենք բացահայտելու մասին ենք խոսում, բացահայտելը դա է, դադավարություններին հետևել են, որևիցե կաշկանդվածության նշույլ չեմ տեսել, եթե նախորդ ոչս 3 առաջին օրվա, նախորդ դադավարության ժամանակ իրոք դալիճում խնդիրներ կային նստելատեղի բանի հետ կապված, ապա այս դադավարության ժամանակ այդ խնդիրներ չկար, եթե նախորդի ժամանակ զինվորականներն էին ռուսական ուղեկցումներան, այս անգամ դա էլ չկա, մեր ուրեմն ոստիկանությունն է նրան ուղեկցում, այսինքն այստեղ մի խնդիր կա, որ մարդկանց մի մասը պահանջում են, որպեսզի դադավարությունը ընտանա մեկ այլ վայրում, ոչ ռազմաբազայի տարածքում, այդ էլ կարծում եմ միգուցե բանակցությունների արդյունքում կարողանան բերեն Գյումրի առաջին այցանի դատարանի շենքը շատ նորմալ շենք է, բոլոր հնարավորությունները, հարմարությունները կա, մեկ այլ վայրը դա Հայաստանի պետության տարածք է, թե Ռուսաստանի, այս տարբերությունը մեկ այլ վայրը։ Ներողություն ասեմ, ուրեմն 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Գյումրի քաղաքում։ Եկեք այդ չմոռանանք էլի։ Մենք ողջունում ենք ցանկացած կոալիցիա եւ այդ մասին բազմից ենք ասել, այնպես չէ որ հանրապետականը միշտ ասել է որ չէ մենք ենք եւ մենք ենք միայնակ իշխանությունը տանելու մինչեւ վերջ։ Մենք միշտ էլ կոալիցիաների պատրաստ ենք եղել եւ երկու նման փորձեր ունեցել ենք եւ հանրաքվեից առաջ էլ, հանրաքվեից հետո էլ մենք ասել ենք որ պատրաստ ենք այն կառուցողական քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել եւ երկրի հետագա ղեկավարումը կարողանանք միասին իրականացնել։ Ուրեմն ճիշտ է ասում, իրենք կողմնակից են կոալիցիայի, բայց ցանկացած ընտրության ժամանակ խփում են այնքան, որ կոալիցիայի կարիք չունենան։ Որ ազգային ժողովում լինեն Էդել է շնորհ։ Բա, իհարկե, խփելը, կեղծելը նկարել ընտրությունների արդյունքը դա շատ մեծ շնորհք է, որը միայն հանրապետականն ունի։ Չի նկարվել։
Եվ խնդրում եմ այդ նկարել բառը չօգտագործեք, էլի։ Նկարելը նկարիչների համար։ Հարցի շարունակություն որպես իշխանությունն է առաջարկել Դաշնակցությանը, որպեսզի կոալիցիա կազմեն, նման առաջարկներ սպասվում են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ իշխանությունը այս կոալիցիայով ինչ խնդիրներ առաջնահերթ Էլ եմ ասում, իշխանությունը երբ որ առաջարկում է կոալիցիա, դա ընդամենը կարևորագույն խնդիր է ուզում, ժողովրդավարություն եւ ուզում է, որպեսզի երկրի կառավարման գործընթացներին ավելի շատ քաղաքական ուժեր մասնակից լինեն։ Իսկ դա ողջունելի է բոլորի համար։ Բարի կամքի դրսևորում քաղաքական ուժերի նկատմամբ այո։ Հիմա ասեմ։ Ինչու է տալիս Դաշնակցությանը կամ ինչու է ուզում։ Չէ, նախ սկսենք նրանից, թե ինչու այս պահին խոսվում է կոալիցիայի մասին, երբ հայտնի չի խորհրդարանում որ քաղաքական ուժերն են լինելու եւ ինչ համամասնությամբ կոալիցիայի ձևավորման անհրաժեշտությունը սկսում է այդ պահին, ճիշտ է։ Հիմա այսօր դեռ չգիտենք, բայց կոալիցիայի մասին խոսակցություններ են գնում եւ ես չգիտեմ Դաշնակցությունն է առաջարկել թե Հանրապետականն է առաջարկել։ Այսինքն հիմիկվանից ձևում են ապագա խորհրդարանը դրան համապատասխան խփեն թվերը։ Ինքս կողմնակից եմ, այո, համագործակցության։ Ես հավատում եմ համագործակցությանը։ Եվ իդեալական տարբերակ կլինի, եթե իսկապես 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանում իսկապես ողջամիտ կոալիցիա ձևավորվի։ Բայց այսօր այդ խոսակցությունները կոալիցիայի մասին ողջամիտ կոալիցիայի ձևավորման հետքն էլ չեն թողնում, հետքը։ Ինչ 2 տարի առաջ մենք խոսում ենք կոալիցիայի մասին ու արդեն բազարների մասին։ Ինչ 2 տարի։ Ներողություն, լավ, մի տարի ընդամենը։ Հա, լավ, մի տարի առաջ։ Մի տարի նորմալ ժամանակ է նախապատրաստվելու համար քաղաքական ուժերը։ Դուք վստահ եք, որ Դաշնակցությունը խորհրդարանում երկրորդ տեղն է ունենալու իր ձայներով եւ ասենք ոչ Բարգավաճը կամ ոչ Ժառանգությունը, ոչ ՀԱԿ-ը, ինչու հենց Դաշնակցության հետ է սկսում այդ բազարը։ Դուք ասեք, հիմա եկեք Տիգին Պաշյան, ուրեմն Որովհետեւ բազարը որևիցե մեկի հետ չի գնում եւ համագործակցության կոչ արվել է բոլորին։ Դուք կարծում եք, որ կոալիցիա կազմելով մյուս քաղաքական ուժի ռեյտինգին լուրջ հարված է հասցվում, հա։ Դե հիմա ով Հանրապետականի հետ կոալիցիա կկազմի, միանշանակ հեղինակազրկվում է։ Շնորհակալություն։ Բայց Նման ռեսուրսները վերաբերմունք է համար։ իշխանության լինել նշանակում է ունենալ ռեսուրսներ ընտրությունից առաջ։ Էդ է։ Այդ վերջինը դի չասեիք Տիգին Պաշխան։ Ամենից շատ լավ էր, այդ վերջինը ախր չի կարել էլի վերջին։ Ասում եմ, եթե դուք Աստվածաշունչ էլ գրեք, ոչ մեկը չի հավատալու այդ Աստվածաշունչը կներեք, Եթե գրված է, անգամ- որևիցե մեկը իրավունք չունի նորից։ Ես գիտեմ, որ իրավունք չունի, բայց ասեմ, եթե հանկարծ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։